Ինչ է ճշմարտությունը եւ ինչ է սուտը։ представляет ложь. Почему все Ինչու են բոլոր մարդիկ ցանկանում ճշմարտությունը, բայց վախենում են դրանից։ где берет Որտեղից է սկիզբ առնում ճշմարտությունը եւ որտեղից է սկիզբ առնում սուտը։ Почему Ինչու է Աստծո Божий престол утверждается, գահը հաստատվում ճշմարտությամբ եւ արդարությամբ, իսկ սատանան ստի հայրն է։ что бы он ни говорил. Ինչ էլ որ նա ասի, նա ստում է։ Мы поговорим, Մենք կխոսենք այն մասին, как Господь թե проверяет ինչպես է каждого Աստված из ստուգում нас. յուրաքանչյուրիս ճշմարտացիությունը։ Мы поговорим о том, Մենք կխոսենք այն մասին, թե ինչու Հիսուսը սիրեց ճշմարտությունը կամ արդարությունը եւ ատեց անօրինությունը։ Եվ հենց այդ պատճառով Աստված օծեց նրան ուրախության յուղով ավելի, քան նրա ընկերներին։ почему, когда Ինչու երբ մենք ճշմարտության մեջ ենք, ունենք զարմանալի ներքին ուրախություն, прямо торжество. ասես հաղթություն մեր հոգում։ Стоит нам Բավական է որ թաքցնենք, չափազանցնենք կամ նվազեցնենք ինչ որ բան, մենք մեզ լավ չենք զգում։ мы чувствуем себя плохо. Մենք վատ ենք զգում մեզ։ В моей жизни имел Իմ կյանքում մի այսպիսի դեպք տեղի ունեցավ лет, может, գրեթե 8 տարի առաջ։ у меня Ես վիճեցի մի մարդու հետ եւ մենք չհասցրինք բարձել մեր հարցերը։ и мы не успели даже Չհասցրինք հաշտվել եւ այդ մարդու հարազատ եղբայրը մահացավ։ умер брат родной. Я знал эту Ես շատ մտերիմ էի այդ ընտանիքի հետ եւ գնացի թաղմանը։ и по окончании Ծառայության վերջում բոլորը, ինչպես որ մեզ մոտ է ընդունված, անցնում էին հանգուցյալի կողքով։ тело Այնտեղ կանգնած էին բոլոր բարեկամները։ и этот человек Այդ մարդը նույնպես կանգնած էր իր կնոջ եւ երեխաների հետ։ и все их обнимали, Բոլորը գրկում էին նրանց, հայտնելով իրենց կարեկցանքը եւ ցավակցությունը։ соболезнования. И я стоял, Ես նույնպես այդ հերթի մեջ էի подошла моя եւ очередь, եկավ իմ я հերթը։ обнял этого человека. Ես էլ գրկեցի այդ մարդուն եւ նույնիսկ չեմ հիշում ինչ որ բան ասացի նրան, թե ոչ։ Но когда я Բայց երբ հեռացա նրանից, почувствовал այնքան себя վատ էի настолько զգում ինձ։ скверно. Я не Չգիտեմ, знаю, եղել է в իմ моей կյանքում жизни ավելի было վատ более զգացում, скверно քան այդ чувство, ժամանակ чем էր։ тогда. Мне было Ես так այնքան վատ плохо. էի զգում ինձ։ Мои ноги Ոտքերս просто թուլացել сделались էին։ ватными. Я не знаю. Նույնիսկ չգիտեմ, թե ինչի հետ կարելի է համեմատել այդ ներքին զգացողությունները։ Ես այնպիսի զզվանք եւ տհաճություն էի զգում։ Ситуация меня Կարելի է ասել, որ իրավիճակը հարկադրեց ինձ գրկել մի մարդու, ում հետ գժտված էի։ был в ссоре. И я думаю, Կարծում եմ շատ կարևոր է, որ մարդիկ ճշմարտությամբ վարվեն։ ходили в правде. Когда мы говорим о правде, Ճշմարտություն ասելով мы говорим մենք նկատի ունենք ճշմարտացիությունը правдивость, точность եւ ճշգրիտ համապատասխանությունը սեփական ներքին աշխարհի и выражение եւ այդ ներքին աշխարհի արտահայտման մեջ мира. И всякое եւ ցանկացած շեղում իրական ներքին բովանդակությունից внутреннего содержания есть неправда. ստություն է։ Вы можете называть это толерантностью. Կարող եք դա անվանել հանդուրժողականություն, դաստիարակվածություն, վարվելաձև, կարող եք անվանել իմաստություն, տրամաբանություն, Вы можете это կարող եք արդարացնել կամ բացատրել դա ինչպես ցանկանաք, Но я не բայց верю, ես չեմ հավատում, что Христос որ Քրիստոսը когда-либо երբևէ позволял թույլ էր տվել իրեն մտածել այլ բան думать одно, а говорить եւ другое. խոսել այլ բան, Или апостол, կամ առաքյալները, или կամ настоящий ճշմարիտ пророк. մարգարեները։ Я не верю. Ես չեմ հավատում դրան։